Ինչ էսի մետաղ Համար 202 արահետած գնացքի մեկմանը մնում է 5 րոպե։ Խնդրում եմ զբաղեցնել ձեր տեղը։ Եվս 5 րոպե եւ Երևան-Բաթումի հերթական գնացքը շուրջ 500 ուղևորի կհասցնի Սև ծովի ափեր։ Մինչ այս ուղևորները նոր են ժամանում կայարան, շատերն արդեն հասցրել են զբաղեցնել իրենց տեղերը։ Ուր ես գնում։ Որ ծովը։ Ոմանք հարազատների խորհուրդներն ու բարի ճանապարհներն են լսում, ոմանք էլ քննարկում հանգստավայրում հնարավոր հանդիպման մանրամասները։ Այսինքն հետ է գալի։ Լավ ինչ ահտենամ, հա, մեկ էլ որ Բաթում գամ կզանգենք։ Լավ ազիջան։ Գնացքով մեկնում են հիմնականում ընտանիքով ու ընկերներով հանգստացողները, երեխաների հետ հարմար է, ասում են։ Ծովափնյա մատչելի հանգիստ, ահա թե ինչու են հայերը նախընտրում Վրաստանի հանգստավայրերը։ Ծով չունենք ամենակարևորը, երկրորդը մի փոքր ավելի մատչելի է, քան ավելի հեռու։ Օդափոխվելու համար ավելի ճիշտ է Հայաստանից դուրս, ամենամոտիկը Վրաստան։ Որքան եք նախատեսում մնալ։ Մի շաբաթ։ Ու ինչքան կծախսեք մոտավոր, ինչքան եք նախատեսել։ Հուսով ենք, որ մոտ $1000 չի անցնի ինձ թվում է։ Հայաստանում թող պայմանները լավ լինեն, կգնանք Հայաստան։ Այ ինչն է վատ մեզ մոտ կասեն։ Շատ թանկ է։ Սերվիզը լավ է, բայց շատ թանկ է։ Եթե 2 շաբաթ Հայաստանում հանգստանայիք, ասենք 2 անգամ թանկ կնստեր։ Քանի օր եք մնալու։ 10։ Իսկ ինչու եք ընտրել Վրաստանյան հանգստավայրը ոչ Հայաստան։ Ով ենք ուզում։ Բայց Սևանում 1.5 անգամ թանկ կնստես։ Մենք ուզում ենք Ծաղկաձոր գնալ կամ Դիլիջան, բայց պրոստը որ ծով կա, մենակ այդ պահում։ Ավելի թանկ է լինում, չէ, ես մի անգամ եղել եմ, ավելի թանկ է Հայաստանում։ Համեմատած ծովային երկրի։ Վերսևանում լավա չմտնես։ ինչու, դա ինչ։ Որովհետև վտանգավոր է։ Որովհետև հա, քաղցր ջուր է։ Խորտակվելու հավանականությունը մեծ է, արևը ուժեղ է։ Հետո ծովի հետ չես համեմատի ամեն դեպքում։ Ինչու հենց Ուրեկի։ Ուղղակի այնտեղ ավազը մանր է, դրա համար սիրում ենք։ Կասեք, ինչու ընտրեցիք Վրաստանյան հանգստավայրը եւ ոչ թե Հայաստանում նախընտրեցիք հանգստանալ։ Հայաստանում որովհետև ավելի հանգիստ չի, այնտեղ ավելի հանգիստ է։ Համ էլ աղի ջուրը ծովը, մենք չունենք ցավոք։ Ծովում ավելի հետաքրքիր է, քան Սևանում։ Սիրուն է Էվեժան։ 10 օր Ուրեկի։ Ինչու եք որոշել հենց Վրաստանում հանգստանալ։ Որովհետև այնտեղ ծով կա։ Որովհետև այնտեղ էժան է։ Ընկերներով, ընտանիքով։ Ձեզ էլ եմ ցանկանում։ Դուք գնացեք, հանգստացեք։ Արդեն 32 տարի ղեկին նստող գնացքավար Խաչիկը խոստանում է ապահով ճամփորդություն, ասում է թե շատ կցանկանար լինել կուպեյում եւ ոչ թե գնացքի ղեկին, ու ինքն էլ մեկներ հանգստանալու։ Ժամանակ չունենք հանգստանալ։ Ինչի։ Աշխատանք է։ 5-րդ վագոնի ուղեկցող Արայիկ Հարությունյանը ուղևորների անձնագրերն ու տոմսերը ստուգելուց հետո հորդորում է արագ տեղավորվել։ Արշակ, նստեցրա։ Ոնդեր ձերքու թոմս նստենա, ժողորդեք եկով ագնում։ Ու մինչ ուղեկցողները վստահեցնում են, թե հայերը ճշտապահ են, ժամանակին են գալիս, գնացքի շարժվելուց վայրկյաններ առաջ կայարանի մյուս հատվածից մի ընտանիք է գալիս։ Հարավկովկասյան երկաթուղի ընկերության տվյալներով Երևան-Բաթումի Երևան գնացքներով հունիսի 15-ից մինչև օգոստոսի 9-ը տեղափոխվել է 23600 ուղևոր, դա 12.2%-ով գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, երբ տեղափոխվել էր մոտ 21000 ուղևոր։ Գնացքով Բաթումի մեկնողների թիվը օգոստոսին աճել է։ Օգոստոսի սկզբից օրական Բաթումի ուղևորվում է միջինը 500 մարդ, այն պարագայում, երբ հուլիսի սկզբին այս ցուցանիշը կազմում էր 200։ «16 ժամ 30 րոպե» հենց այսքան կպահանջվի Արմենիա ֆիրմային գնացքին Բաթումիի Մախինջաուրի կայարան հասնելու համար։